Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա այն մարմինը, որ որոշում է, որ այս մարդը հերոս է, չկա այդ հերոսը, չկա այդ հերոսի կոչում տալու որոշում, չկա այդ հերոսի մեդալը, չկա այդ հերոսի կոչում մեդալը հանձնելու պաշտոնական արարողությունը, որտեղ այն լույսը, որը վառում է այն դահլիճում, որտեղ պետական պաշտոնյան հանձնում է հայրենիքի շքանշանը ազգային հերոսին, այդ լույսը վառում է միայն ու միայն հարկ վճարող քաղաքացի շնորհիվ։ Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա լույս։ Կարող են ասել ոչինչ, մենք մոմի տակ կտանք։ Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա մոմ։ Տարբեր պատկերացումներ կան, թե ով է հերոսը։ Այս վարչախումբն օրինակ մի թեզ է տարածում, թե սովորական քաղաքացին հարկատուն հերոս է։ Եվ սա ոչ թե այն պատճառով, որ արժևորվի հարկ վճարող քաղաքացին, այլ ճիշտ հակառակը, նսեմացվի իրական հերոսը։ Այսինքն դարերի ընթացքում հայապաշտպանության նվիրյալները հերոսի մեր ավանդական պատկերացումներում տեղավորվող պատմական կերպարները փոխարինվում են հասարակ հարկատուներով։ Բոլորս հարկատու ենք, շատերը դրսից եկել Հայաստանում գործ են դրել, դա արտարոց երևույթ չէ, հերոսություն չէ, այլ քաղաքացու սովորական պարտականություն է։ Եթե մարդն աշխատում է, պիտի հարկ վճարի, քանի որ գիտե, կան երեխաներ, որոնք պիտի նպաստ ստանան, ծերունիներ, որոնք պիտի թոշակ ստանան, բանակին պիտի գումար գնա։ Յուրաքանչյուր հասարակության մեջ սա սովորական երևույթ է։ Այն մարդը, որն իր անձը դարձնում է միջոց ծառայելու պետությանը եւ ազգին, ամենահասարակ հայն է։ Գարեգին Նժդեհն ասել է. «Անձը միջոց է, ազգը նպատակ»։ Իսկ այն հայը, որն իր կյանքը չի խնայում հանուն հայրենիքի պաշտպանության եւ մեր ազգային անվտանգության, հերոս է։ Երեխան ինչով պիտի առաջնորդվի, որ կերպարն է իր համար հերոսական։ Սասունցի Դավիթը, Անդրանիկը, Նժդեհը, Մենուան, Վարդան Ամալյանը, մյուս բոլոր տղաները, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր անցյալի, ներկայի եւ գալիքի, մեր պետության ու հայրենիքի պաշտպանության, մեր երազանքների իրականացման ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար։ Երբ որ դու անզոր ես այդ դավաճանների հանդեպ ինչ-որ բան անել, բայց պատկերացրու, նույնիսկ դավաճանը դեմք ունի, դավաճանի, նենգի, չարի, ատելության դեմք ունի, բայց մարդկա այդ դեմքներ չունի, հավատացեք անդեմ է դավաճանից վատը, դավաճանի դեպքում թիկունքից հարված է սպասում, բայց սպասում ես, անդեմից ոչ մի տեղից չես սպասում, չգիտես որ տեղից ինչ։ Վերադառնանք այն դարեր, երբ պետականություն չենք ունեցել, հետևաբար իշխանություն չենք ունեցել, կային ընդամենը բդեշխներ կամ այլ դրսևորումներ։ Այն արժեքները, որոնք այսօր ոտնահարվում են, նսեմացվում, փորձ է արվում դրանք անել մեր միջից, հենց այդ արժեքներն են մեզ պահել մեր տեսակի մեջ։ Այսօր գիտակցումն է կարևոր, այդ արժեքներն արդյոք ուղղակի սովորական երևույթներ են, թե իսկապես կարևոր արժեքներ են ազգի հարատևման, մեր տեսակի եւ ինքնության պահպանման համար։ Այդ արժեքները կարևոր են, բայց քաղաքական նպատակներով խոսվում է օրինակ օրհներգի փոփոխության մասին։ Որոշ խելացի եւ պատկառելի երաժշտագետներ ասում են, մեր օրհներգի երաժշտությունը վառընթաց է, ոչ թե վերընթաց։ Այսօր այդ ամենի ժամանակն է, դա բոլորովին կապ չունի երաժշտական օրինաչափությունների հետ, նույնը զինանշանի դեպքում։ Մեր երազանքները դարեր շարունակ մեզ ապրեցրել են, մեր արժանապատվությունն է մեզ պահել մեր ինքնության մեջ, եւ դրանից հրաժարվելն անկարելի է։ Իշխանությունն այսօր փորձում է քաղաքական նպատակներով մեր միջից հայ իրականությունից վերացնել մեր արժեքները։ Դա միայն Հայաստանին չի վերաբերում։ Այս արժեքներն ամբողջ աշխարհի հայությանն են պահում։ Սա միայն պետության կամ Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի հարցը չէ, սա ամբողջ աշխարհի հայության հարցն է։ Պետք է գիտակցել, որ այդ քաղաքական նպատակների դիմաց մենք պետք է բարոյական, հոգևոր եւ ազգային պայքար տանենք։ Անընդհատ ասում են, սա աշխարհաքաղաքական խնդիր է։ Այն հարցերը, որոնք կապ ունեն մեր ինքնության հետ, աշխարհաքաղաքական չեն, մեր տանն են կատարվում։ Հայաստանում պետք է գլոբալ առումով փոփոխություններ սկսեն հենց քաղաքական դաշտում, հենց այդ քաղաքական վերնախավի անուն։ Պետք է փոխվեն ոչ միայն անունները, այսինքն նոր քաղաքական գործիչներ պետք է առաջ գան, այլ նաև պետք է լինեն նոր քաղաքական գաղափարներ, նոր քաղաքական ուժեր, որոնք փորձեն միավորվել ու մի քանի ճակատներով հանդես գան ընդդեմ այսօրվա քաղաքական ռեժիմի։ Մի քանի ճակատ ուզում հատուկ շեշտում։ Երբեք չկարծեք, որ մենք հնարավորություն կունենա երբևէ միասնական մեկ միասնական ճակատ ստեղծել։ Իմ խորին համոզմունքն մոտապես մեզ 4 տարբեր քաղաքական ուժերի ներկայություններ են պետք։ Պետք է առաջնորդվել ոչ թե ընդդեմի, այլ հանունի գաղափարներով, իսկ դա ազգային ինքնության պահպանման մասին է։ Բարոյական ու ազգային արժեքները, ազգային արժանապատվությունը պետք է փորձենք վերարթնացնել մեր մեջ։ Դա է մեզ բերել հասցրել այսօրվան մութ տարերի միջով։ Որևէ հաստատության ամեն հաջորդ տնօրեն իրավունք չունի հիմքերին դիպչելու, խմբագրելու, սրբագրելու, ջնջելու իրենից առաջ եղած ամեն ինչ։ Այդպես էլ մենք։ Արժեքներ կան, որ սրբություն են մեզ համար։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։